Պարոն Ավետիսյան, լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը եւ դուք այսօր ձեր ջոկատով այստեղ եք գտնվում։ Խնդրեմ նախ օրվա խորհրդին անդրադառնաք, ինչ խորհուրդ է այն իր մեջ ունի։ Բնականաբար հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի ցեղասպանությունը մենք իրավունք չունենք մոռանալու, որովհետև եթե մոռանանք ցեղասպանությունը կրկնվելու է, եւ պահանջատեր պետք է լինենք մեր կորուսյալ հայրենիքի նկատմամբ, հատուցման նկատմամբ, բնականաբար ասենք այդ վայրագությունները, որ արել են Թուրքիան, դա անմարդկային է ընդհանրապես, դա կենդանական մոտեցում է մարդկության հանդեպ։ Դրա համար մենք միշտ ամեն տարի հիշում ենք, անկախ ամեն ինչից պայքարում ենք, մեր երեխեքին դաստիարակում ենք այդպես, որ հիշեն, որ նման ազգ կա, մարդասպան ազգ կա, թուրքը, որը ուզում է մեզ ոչնչացնել, բնականաբար Ադրբեջանի հետ միասին։ Դրա համար մենք պարտավոր ենք միշտ հիշենք, որտեղ մենք այսօրվա ամբողջ աշխարհի հայերը, ուրեմն բոլորը կապ ունեն Արևմտյան Հայաստանի հետ։ Հանձինս իմ պապիկը Ղարսի ծնունդ է, պապիկիս հայրիկը Էրզրումի ծնունդ է, հայրիկս Վրաստանա ծնվել է, մայրական կողմս Մեղրից են, բայց տատիկս ամուսնացել եկել է Օրդուբադ հարս Նախիջևան, ասենք հիմա իմ պապիկի, տատիկի գերեզմանները Նախիջևանում են, որ չենք կարողանում գնանք, որտեղ անմարդկային կենդանիների հետ գործ ունենք։ Դրա համար պարտավոր ենք հիշենք եւ մեր սերունդերին պատրաստենք, պահանջատեր լինեն, որ մի օր պետք է հետ բերենք։ Վերջերս մի քանի տարի անց է, որը որ նույն ցեղասպանության շարունակությունն էր Արցախը, դա էլ էր ցեղասպանություն, եւ պարտավոր ենք աշխատենք ազգովի, որ այդ տարածքները կորստյալ հետ բերենք։ Նշեցիք, որ ծննդով Արևմտյան Հայաստանից եք, ձեր տատիկը, պապիկը այնտեղից են։ Կհիշեք որևէ դեպք, որ նրանք պատմում էին, հուշերով կկիսվեք մեզ հետ։ Ուրեմն պապիկիս քույրիկն է եղել ամենամեծը, տարիքով ամենամեծը պապիկիս քույրիկն է եղել, Սաթենիկը, ինքն էր պատմում, նաև ուրեմն պապիկիս մի եղբայր եղել է Անդրանիկի ջոկատից, եղել է 16-17 տարեկան, հետո չգիտեմ ինչ հանգամանքներից Անդրանիկը ջոկատից հանել է, ասենք մի քիչ չոր է եղել էլի, ասենք թուրքերի նկատմամբ, ասենք դրա համար, չգիտեմ, ջոկատից հեռացրել է, այդպես բաներ պատմել է ընդհանուր, ասենք ցեղասպանության վերաբերյալ, բայց կոնկրետ որ իրանց ինչ որ մեկին սպանել են, մորթել են, այդ բաներ ճիշտ ասած չեմ հիշում իրանց կողմից որ պատմած լինեն։ Այսօր ինչպես եք ընդունում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ եթե սփյուռքահայը, արևմտահայը ուզում է գնալ տեսնել իր պատմական, պապական հայրենիքը, թող գնա առանց խանգարելու հայոց բանակին, Արևելյան Հայաստանին, իրական Հայաստանի գաղափարին։ Ուրեմն ես բազմիցս ասել եմ, բոլոր այս նախագահների հետ կապված, եւս մեկ անգամ կկրկնեմ, դրանք հայ չեն։ Ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած Արցախի նախագահներից վերջացրած մինչև Փաշինյան, դրանք հայ չեն։ Դրանք ծպտալ այլ ազգեր են, որը որ մեր երկիրը կազմակերպում են, կամաց տանում են։ Այդ Արևմտյան Հայաստանը, Հայաստան կոչվածը մի օրում չի ոչնչացել, չէ, 1000 տարիների ընթացքում է ոչնչացել։ Հիմա Փաշինյանը բնականաբար կապիկի նման վերցրել է այդ մի հատ ժեշտի քարտեզ է վերցրել ու ասում է սա է Հայաստանը, ոչ դա չի Հայաստանը, Հայաստանի 300,000 քառակուսի կիլոմետր է, ազգերի լիգայի կողմից ճանաչված 160,000 քառակուսի կիլոմետր է, դրա համար պետք է դիմել միջազգային դատարան, բայց մեր այս Հայաստանի իշխանությունները միշտ դնովի են, միշտ բերովի են, դրա համար այսօրի ենք, դրա համար մեկ անգամ ասել եմ ես, մեկ անգամ հայ ազգը ինքնական պետք է ինքնաբուխ դուրս գա ոտքի ու ինքն էլ բերի նշանակի ղեկավար։ Այս Փաշինյանի իշխանության գալը սա սարքած էր ծրագիրեր կուլտուրական սարքեցին հայ ազգի գլխին նորից։